Տիկին Մանանդյան, մեկ հարց էլ էլի, ես երևի ավելի ուշ միացա, գուցե հնչել է, չգիտեմ այդ հարցը։ Այդից հետո ձեզ շատ քննադատում են ձեր հագուկապի հետ կապված, հա, որ այդպիսի տեսքով պետք էր մտնել ԱԺ քաղաքական առաջի ամբիոնից ելույթ ունենալ, այս քննադատությունները տեսել եք, ինչպես եք դրան արձագանքում։ Տեսեք, առաջինը ես սոցիալական ցանցերում չկանում եմ այս ամբողջին չեմ հետևում, բայց աշակերտներս գալիս են պատմում են հիանալի հարց է, ուրեմն առաջինը, որ այս երկու անգամ արդեն ելույթ ունեցա եւ նորից ասում եմ, իրենց այդ կապվածությունը, ես կասեի կախվածությունը իրենց այդ կոստյումчикներից, գիտեք, հետաքրքիր աչքի առաջ 2020 թվականից ի վեր մենք տեսնում ենք հիանալի մարդկանց, ովքեր որ քաղաքական դաշտ են գալիս, հետո մյուս օրը հանկարծ հագնում են այդ կոստյումը եւ դու տեսնում ես, որ ամբողջը փոխվել է այդ մարդու մեջ եւ միակ բանը այլևս որ ինքն ունի, դա վարչապետ լինելու ձգտումն է։ Դրա համար հենց որպեսզի ոչ մեկ անգամ չմտածի, որ մենք նման մկրտումներ ունենք, որ որևէ ձևով իրենց այդ կարմիր աթոռները իրանցից վերցնելու ցանկություն ունեն, ես հակա պարզապես սովորական վերաբերում է դրան, որ իրենք ասում են, բացի գիտեք ինչ ժամանակներում կար հիանալի միաբանություն, օրդեն պատվիազք մարդիկ դգետեն շատերը դա չգիտեն։ Այդ ժամանակ ասում էին ամոթ նրան, ով վատ բաներ մտածում է, այլ ոչ թե նրան, ով հասնում է այնպես, ինչպես իրեն հարմար